քաղաքացի եմ արմատներով, շատ եմ բնության հետ շփում ունեցել ու երևի հենց այդտեղից է սկսել սերը նկարչության ու բնության հանդեպ։ Հետո մանկավարժական համալսարանում սովորել եմ խեցեգործություն, փայտի փորագրություն, մետաղի մշակում։ Խեցեգործությունը ուսումնասիրելուց, սովորելուց հետո հասկացա, որ ինքը անսպառ է ու ինչքան սովորում ու զարգացնում ես, այնքան ինքը տեղ ունի ու դրա դիմաց առաջացած խոչընդոտները վախենալու չէին արդեն։ Արեցի առաջին պատվերը, սալիկներ էր Ֆրանսիայի Սուրբ Նշան եկեղեցու համար ու հենց այդտեղից էլ առա իմ վառան խեցեգործության, որի մեջ որ մինչև այսօր անում եմ իմ աշխատանքները, թրծում եմ։ Պատվերը անելու ժամանակ ամուսնացած չէի ու անձնական էջը չունեի ու չէի զբաղվում նրանով, ինչ որ հիմա եմ զբաղվում։ Ավելի շատ իմ գործունեությունը սկսեցի ամուսնությունից հետո, երբ իմ կինը սկսեց արդեն ինձ օգնել իմ աշխատանքում, ինքը նկարում էր, ես հնձում էի, կուժեր էի սարքում։ Մինչև Վարդանին հանդիպելը ձեռագործ աշխատանքներով էի զբաղվում, զարդեր էի պատրաստում մանրդետալներով, իսկ ուսանող տարիներից նկարում էի, բայց գուաշներով։ Մանրանկարչության դասերի եմ գնացել Մատենադարանի մանրանկարիչ Աննայի մոտ ու հետո արդեն անցել ենք կերամիկայի վրա նկարելը։ Եթե Վարդանը չաներ, ես հաստատ կավի հետ կապված դժվար թե կարողանայի ինչ-որ առաջ խաղացում ունենայի։ Նկարչության մյուս ձևը մայոլիկան, որը ոչ ֆորմաների տեսքով է նկարչություն, այլ ոչ ջրաներկի նման է։ Դա էլ, եթե ինքը ինձ չսովորացներ, հաստատ էլի դժվարությամբ կտրվեր։ Կնոջս հետ արդեն խելքի տվեցինք ու մտածեցինք բրենդ ստեղծենք Maiolica Ceramics, այդ ոճը, որով նկարում ենք, տեղանքի անվանումով է, որտեղ որ հենց այդ տեխնիկայով են սկսել նկարելը ու փորձում էինք նկարչություն անել, մեր մտքով անցավ, ընդհանուր մտածեցինք Սարյանի նկարները անենք ու ներկայացնենք հենց իրենց ժառանգներին, տեսնենք ինչ ձևի արձագանք կլինի, ասեմ, որ շատ մեծ ուրախությամբ ընդունեցին մեր համագործակցելու առաջարկը։ Մինչ այսօր աշխատում ենք իրենց հետ ու նկարները մեր հայկական շուկայում ներկայացնում ենք կերամիկայի տեսքով։ Եվ թանգարաններում ենք տալիս վաճառքը, եւ բացի թանգարաններից հուշանվերների խանութներում են վաճառքի դրված մեր աշխատանքները։ Միշտ պետքա սովորես, որտեվ մենակ քո փորձը շատ քիչ է։ Ուրիշ արտիստների հետ, թեկուս մեր հայ կամ արտասահմանյան շփվում եմ, խոսում եմ իմ խնդիրներից, հարցեր եմ ուղղում, փորձում եմ սովորեմ, հասկանամ այդ խնդիրը ոնց է լուծվում, այսինքն միշտ ազատ եմ փորձում շփվեմ, որ իմ գիտելիքները ավելացնեմ։ Դրա շնորհիվ է մենակ, որ գնալով զարգանում ես ու զարգացնում ես քո գործը, այսինքն միշտ ավելի լավ արդյունքներ ես ստանում, նորություններ ես ունենում գործում։ Մտածում էի բալիկի հետ անգամ չկարողանամ համատեղել, բայց այսպես ասեմ, անգամ բալիկին ունենալու օրը ես էլի մտածում էի ոնց անեմ, որ պլանավորեմ աշխատանքը, այն աշխատանքը, որ կարողանում ես համատեղել, այդ արդեն աշխատանք չի, ավելի շատ կյանքի ապրելակերպի մի ձև է։ Շատերը նայում են խեցեգործությանը որպես հանգստություն ու ռելաքս, հետո արվեստ, համբերություն է պետք առաջի հերթին, ուշադրություն, հետո նոր դրանից հաճույք կստանան։ Եթե դու ուղղակի կավին մոտենում ես, որ հաճույք ստանաս, իր խնդիրները կարան քեզ հուսահատացնեն ու դու ջղայնանաս, ներվայնանաս ու այդքան էլ չհանգստանաս։ Այսինքն սկզբում համբերությունն է պետք, ուշադրությունը ու հետո արդեն ամեն ինչ ավելի հաճելի է ալնում ընթացքում։ Երբ որ հմտություններ ունես, գործդ այդ ժամանակ ավելի հաճելի է, ամբողջ ընթացքը։ Նկարելուց մոռանում ես ամբողջ հոգսը, կենցաղից ընդհանրապես կտրվում ես։ Փորձում եմ ամբողջ օրվա լավ տրամադրությունը փոխանցել իմ աշխատանքին, որ մյուսներն էլ վերցնելով այդ աշխատանքը էլի լավ տրամադրություն ունենան։ Սիրածս պահը աշխատանքում, երբ որ իրը արդեն սարքել եմ իմ աչքի առաջ ամբողջ ընթացքը հետևել եմ լրիվ իմ ուզածով ընթացել ու որ վառանի մեջ եմ մտցնում 24 ժամ հետո նոր կարամ հանեմ ու տեսնեմ, այդ օրը քունս չի տանում,
գիշերը ու ինքը անակնկալի պես մի բան է, որ դու բացում ու տեսնում ես ինչ ձևի արդյունքա, որովհետև մինչև այդ գույները լրիվ ուրիշ ձև են, իրական չեն, բայց երբ վառարանի միջից հանում ես, արդեն լրիվ իրականն է ու հաճելի է, երբ որ ամեն ինչ լինում է նախատեսածի պես։ Այն մասին, որ ասում են երկրում չկա գործ, ես միշտ ինքս ինձ եմ ապացուցել ու հասել եմ այդ արդյունքին, որ շատ մինիմում, կարելի ասել 0-ից հնարավոր է քո ուժերով սովորես մասնագիտություն, արհեստ, արվեստ ու աճացնես, զարգացնես հենց քո երկրում ու հասնես այն արդյունքին, որ դու ինքդ ստեղծես քո համար աշխատանք։ Դա մարդու բնույթն է։ Դու այստեղ լինես, թե դրսում լինես, կհամարես թե այնտեղ գործ չկա, թե այստեղ գործ չկա։ Եթե ցանկանաս, դու այստեղ էլ կարող ես գործը ստեղծել քո համար։ Ամեն ինչով կարող ես զբաղվել, մնում է ցանկություն ունենալ։ Այն մարդիկ, ովքեր չեն հավատում, որ երազանքները իրականանում են, ասեմ, որ իրականանում են ժամանակին, ես անգամ չէի կարող մտածել, որ ես նկարչությամբ կզբաղվեմ, որովհետև ուղղակի իմ համար էի նկարում ու ոչ մի մասնագիտություն չունեի նկարչության հետ կապված։ Դրա համար կուզեմ մարդիկ երազեն ու երազեն, որ իրենց երկրում այդ ամեն ինչը ստեղծեն, ուրիշների համար չանեն։